Բարև ձեզ, ես բուժքույր Անահիտն եմ։ Այսօր ուզում եմ ձեզ պատմել մի շատ պարզ, բայց արդյունավետ սովորության մասին։ Պատկերացրեք ընդամենը մեկ տաշտակ տաք ջուր կարող է բարելավել ձեր քունը, թեթևացնել հոդերի ցավը և նույնիսկ բարձրացնել տրամադրությունը։ Տարիքի հետ քնի որակը հաճախ փոխվում է, դժվարանում է քնելը, իսկ քունը դառնում է մակերեսային։ Դուք կարող եք արթնանալ գիշերվա կեսին և երկար ժամանակ չկարողանալ կրկին քնել։ Այսպիսի գիշերները ոչ միայն առաջացնում են օրվա հոգնածություն, այլև ազդում են հիշողության և սրտանոթային համակարգի վրա։ Ահա թե ինչու տաք ոտնաթաթերի վաննան կարող է դառնալ ձեր բնական օգնականը, հանգստանալու և հեշտ քնելու համար։ Արյան անոթները լայնանում են, շրջանառությունը ակտիվանում է։ Ուղեղը ստանում է ազդանշան, ժամանակն է հանգստանալու։ Ստրեսի հորմոն կորտիզոլը նվազում է։ Մելատոնինի արտադրությունը, քնի հորմոնը, խթանվում է։ Արդյունքում քնելը դառնում է հեշտ, իսկ քունը ավելի խոր և հանգիստ։ Տարիքի հետ հոդերը հաճախ դառնում են կաշկանդված։ Տաք ջուրը օգնում է բարելավել արյան հոսքը, դուրս բերել կուտակված նյութերը և թեթևացնել ցավը։ Մի տարեցմարդ պատմում էր, որ ամեն առավոտ երկար ժամանակ էր ծախսում քայլելու համար։ Երբ սկսեց երեկոյան տաք վաննաներ անել անգլիական աղով, նկատեց, որ առավոտյան կաշկանդվածությունը զգալիորեն նվազել է։ 3 հիմնական կանոն։ Ժամանակը։ Լավագույնն է անել քնելուց 30-40 րոպե առաջ։ Ջերմաստիճանը 38-32 գրասելս։ Հաճելի տաք, բայց ոչ այրող։ Տևողությունը 15-20 րոպե։ Բաղադրիչներ։ Ավելի մեծ օղութի համար։ Անգլիական կամ ծովային աղ մկանների թուլացման համար։ Խնձորի քացախ, մաշկի մաքրության և հոտի չեզոքացման համար։ Թարմ կոչապղպեղ, տաքացնող և շրջանառությունը խթանող ազդեցություն։ Մի խարմեք բոլորը միանգամից, փորձեք հերթով։ Վերջին կարևոր քայլը։ Վաննայից հետո անմիջապես լավ չորացրեք ոտքերը և հագեք մաքուր, չոր գուլպաներ։ Սա կօգնի պահպանել ջերմությունը և երկարացնել հանգստացնող ազդեցությունը ամբողջ գիշերվա ընթացքում։ Տաք ոտնաթաթերի վաննան դեղամիջոց չէ, բայց դա ինքնախնամքի հզոր քայլ է։ Սկսեք փոքրից։ Տաշտակ տաք ջուր, փափուկ սրբիչ և մի քանի րոպե լռություն միայն ձեզ համար։ Եթե այս խորհուրդը ձեզ համար օգտակար էր, պահպանեք այն և կիսվեք մեկնաբանություններում, որ խորհուրդն էր ձեզ ամենաշատը դուր եկել։ Բաժանորդագրվեք, որպեսզի չմոռանաք նոր օգտակար նյութերը։ Ցանկանում եմ ձեզ տաք երեկոներ և թեթև հանգստացած ոտքեր։